Պարոն Պողոսյան, մի շարք հարցեր ունեմ, առաջարկում եմ որոշակի նշումներ անել, որպեսզի բոլորին հերթով անդրադառնանք։ Առաջին հարցս, քանի որ իմ գործընկերն արդեն հնչեցրեց Միքայել Սրբազանի գործի հետ կապված, ուզում եմ դրա տրամաբանական շարունակությունը տանել։ Տեսեք, Սրբազանի հնչեցված հայտարարությունից հետո դատախազությունը որոշում է կայացնում, այսինքն կարծիք է հայտնում, որ հանցակազմ չկա նշված հայտարարության մեջ, հետևաբար քրեական գործ նախաձեռնելու անհրաժեշտություն չկա։ Հետագայում այդ դիրքորոշումը փոխվում է եւ այս պահին արդեն դատարանով վճիռ կա, 2 տարով դատապարտված է Սրբազանը, ճիշտ է, դեռ օրինական ուժի մեջ չի մտել, ամեն դեպքում նման որոշում ունենք դատարանի կողմից, դուք էլ դա չեք մեկնաբանում։ Պարոն Պողոսյան, այսինքն ինչ է ստացվում, որ 2 տարի շարունակ քննիչները հանցավոր անգործություն են դրսևորել։ Եթե հիմա պարզվել է, որ Սրբազանը հեղաշրջման կոչ է արել եւ նա պետքա դատապարտվեր, իսկ նախկինում այլ կարծիք եք ունեցել, նշանակում է դուք գրեթե 2 տարի հանցավոր անգործություն եք դրսևորել, բայց հանցավոր անգործության համար ով պետքա պատասխանատվություն կրի։ Եթե իհարկե դուք այստեղ քաղաքական այլ ենթատեքստ չեք տեսնում։ Հաջորդ հարցը վերաբերում է Բագրատ Սրբազանին, մեր գործընկեր Արտուր Սարգսյանին եւ եւս 16 մեր հայրենակիցների գործին։ Պարոն Պողոսյան, այդ օրերին, երբ ձերբակալությունները կար, դուք էլ գնացել եք ՀՄԿ-ի տաղավար, ի թիվս այլ մանրամասնությունների, որոնցից ընդամենը մեկ դրվագ եմ ուզում առանձնացնել, դուք ասում եք, հիշում եք Գյուլելու այդ հատվածը, դուք հստակ նշում եք, եթե անհրաժեշտություն լինի, ես ձայնագրությունը կմիացնեմ, ասում եք առանց կոնտեքստից կտրելու եւ Գյուլելը ներկայացնում եք մի իրողության մեջ, որ տեղի է ունենալու իշխանափոխություն, իշխանության զավթում, որի ընթացքում լինելու են մարդկանց Գյուլելու եւ նստացնելու գործընթացներ։ Հետագայում հրապարակված ձայնագրություններով արդեն ապացուցվում է, որ որևէ խոսք չի գնացել որևէ մեկին Գյուլելու, նստացնելու, հատկապես իշխանափոխության տրամաբանության ներքո։ Ավելին, այդ ձայնագրության մեջ, որը քննչականը հարիր չի համարել հրապարակել, օրինակ Հովհաննես Ավետիսյանը շատ հստակ մի նախադասություն է ասում։ Հովհաննես Ավետիսյանը եւ Բագրատ Սրբազանը այդ զրույցից, կոնտեքստից կտրված առանձին դրվագ եք ներկայացնում, որ մարդկանց Գյուլելու իրավիճակ պետք է լիներ։ Ասում է ոչ մի պայմանում ոստիկանների հետ կռվի մտնել չի կարելի։ Ես ոչ հայհոյանք, ոչ խփել, ոչ որևէ այլ բան։ Ես ասել եմ ոչ որևէ բռնության նմանվող արարք։ Հիմա բառը կարող է փոխված լինի, բայց տրամաբանությունը դա է։ Այսինքն երկրորդ գլխավոր պայմանը դա է, փողոցային ոչ բռնի պայքար ունենալու համար ոստիկանների հետ չի կարելի բախման գնալ, հրել, քաշել, կռվել հետները եւ այլն եւ այլն։ Եվ Սրբազանն էլ համաձայնում է սրա հետ։ Հիմա ինձ խնդրում եմ բացատրեք։ Երբ որ դուք դա հրապարակային ասում եք, երբ որ ասում եք կոնտեքստից կտրած չի այն, որ մարդիկ պատրաստվում էին իշխանության զավթում իրականացնել մարդիկ Գյուլելու միջոցով։ Հիմա դուք այս իրավիճակում ինչ պատասխան եք տալու նախ եւ առաջ մեր հանրությանը։ 18 անձեսպային կալանավորված է, դուք պատասխանատու պաշտոն զբաղեցնելով, ունենալով ամբողջական ինֆորմացիա ձեր ձեռքի տակ, որովհետև ես դժվար եմ պատկերացնում, որ ձեզ ամբողջական տեղեկատվությունը չի տրամադրել, դուք վստահաբար ունեցել եք այս ամբողջը ձեր ձեռքի տակ, բայց նախընտրել եք քաղաքական ենթատեքստով, քաղաքական դրդապատճառներով, ընդհանրապես մի նախադասություն հանել եւ ժողովրդին ահաբեկել, որ այս մարդիկ պատրաստվում են ժողովուրդ ջան ձեզ գյուլել, ձեզ գնդակահարել, նստացնել միայն թե իշխանություն վերցնել։ Հիմա այս պարագայում դուք պատրաստվում եք նախ եւ առաջ ժողովրդից ներողություն խնդրել, եթե չէ, խնդրում եմ բացատրեք, թե ոչ կոնտեքստից կտրված ինչեր եք ներկայացնում։ Հաջորդը։ Ես ուզում եմ ձեզ հարցնել հետեւյալ իրավիճակի մասին, վերջերս Հովանավանքում կարգալուց եղած հոգեվորականի կողմից պատարակ էր կազմակերպված, դա 2 շաբաթ առաջ էր, կարծում եմ առաջինը, 2 շաբաթ առաջ էր եւ այդ նույն օրը, Կիրակի օրը քննիչը որոշում է կայացնում, որ 10-ից ավել հոգեվորականներ պետք է կանչվեն քննչական կոմիտե հարցաքննության։ Ես հիմա խնդրում եմ մեկնաբանեք, ինչպիսի հրատապություն էր դա, որ հենց Կիրակի օրը պետք է հենց Կիրակի օրը բոլոր հոգեվորականները պետք է ուղղակի տարածքում չլինեին։ Կիրակի օրով նման
այսպես իմպերատիվ անհրաժեշտություն որտեղից էր առաջացել։ Հաջորդը, երբ գնացել են խոզարկությունների հոգևորականների տանը, օրինակ Բյուրականի հոգևորականը վերջերս հարցազրույցի ժամանակ ասում է, երբ քնիչները մտան մեր տուն, իմիջիայլոց բոլոր այդ ամբողջ ընթացքում նույնիսկ երեխաների պլանշետներն են վերցրել եւ մինչեւ հիմա չեն վերադարձրել, սա էլ խնդրում եմ մեկնաբանեք, սա ինչ իրավիճակ է։ Բյուրականի հոգևորականի տանը խոզարկություն իրականացնելիս մարդը գիշերազգեստով է եղել։ Ուզում եմ հստակ ընդգծել, հոգևորականը գիշերազգեստով, քնիչին ասել է թույլ տվեք գոնե փոխեմ իմ շորերը, քնիչը թույլ չի տվել այդ ընթացքում, որպեսզի հոգևորականը իր գիշերազգեստը փոխի։ Լավ, սա ինչ մոտեցում է, սա ինչ տրամաբանություն է։ Մեկ էլ հավանաբար 30-ականներին էր, որ NKVD-ն մտնում էր ու այդ նման գործողություններ իրականացնում հոգևորականների նկատմամբ։ Երբ որ ասում եք քնիչը ինքնուրույն է իր որոշումներ կայացնելում եւ այլն, այսինքն այդ քնիչը մտածել է, որ հոգեվորականը եթե իր գիշերազգեստը փոխի, հետո նստեն խոսելու, այդտեղ մեծագույն ողբերգություն էր տեղի ունենալու։ Կամ բռնագրավված այդ պլանշետները երեխաներին վերադարձն, ինչու մինչեւ հիմա չեն վերադարձվել։ Հաջորդը Գյումրվա դեպքերի մասով որոշակի անդրադարձ տեղի ունեցավ, պարոն Պողոսյան։ Դուք ասում եք կալանքի միջնորդությունները 16%-ով նվազել են։ Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք այն իրավիճակները, որոնք ակնհայտ ունեն քաղաքական ենթատեքստ, այդտեղ որևէ կերպ նվազում չկա։ Օրինակ, երբ մենք ասում ենք Գյումրում տեղի ունեցած դեպքերով, երբ որ տասնյակ մարդիկ բերման են ենթարկվում, հետո ձերբակալում, այնուհետև կալանավորվում եւ այդտեղ ակնհայտ քաղաքական ենթատեքստ կա, օրինակ մի դրվագով ասեմ, խոսքը ոչ միայն Սարուխանյան Կարենի Զոքանչի մասն է, այդտեղ օրինակ փաստաբան Ռուբեն Մխիթարյանը ու նույնիսկ ձայնագրություններով տեսա ձայնագրություններով ակնհայտ երևում է մարդը ձեռքերը բարձրացրած փորձում է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ հանկարծ բախում տեղի չունենա ու դա ձայնագրված է, մենք բոլորս դա տեսել ենք։ Հիմա այդ տեսանյութերը դիտելուց հետո դուք ոնց է քնիչը ոնց է մտածել, որ այս հենց այն հանցագործությունն է, որի համար մարդուն պետքա տանել կալանքի։ Իրականում հարցերը շատ են, բայց մի հատ էլ ապօրինի գաղտնալսումով եւ իմ սիրելի Անիֆով։ Ապօրինի գաղտնալսման հերթական դեպքին ենք մենք ականատես եղել, երբ Նաթան Սրբազանի եւ մեկ այլ աբեղայի միջև ձայնագրություն է հրապարակվել, այնուհետև օրինակ այդ ապօրինի գաղտնալսված ձայնագրության հիմքով հարցաքննության է կանչվել Նաթան Սրբազանը, բայց ես չտեսա որևէ հաղորդում այն մասին, որ բուն ապօրինի ձայնագրությունների մասով եղել է գործ վարույթ կա հարուցված։ Այս դեպքում ինչ է նշանակում, ապօրինի ձայնագրության հիման վրա մարդուն կանչում են հարցաքննության գործ են հարուցում, բայց բուն գաղտնալսման առիթով վարույթ չի նախաձեռնվել։ Եվ վերջինը Անիֆի մասով, ես ուզում եմ հասկանալ ինչ առաջընթաց ունենք այստեղ։ 3 տարի քննելուց հետո պարզվեց մի առանձին դրվագով 3 մեղադրյալ է ներգրաված, որոնցից առնվազն մեկը Հայաստանի Հանրապետությունում չի։ Այստեղ ինչ առաջընթաց ունենք, բայց այս 3 ներգրաված անձինք էլ 1.5 միլիարդ դրամի մսխման գործի շրջանակներում էր, բայց ուզում եմ հիշեցնել, որ Անիֆը մոտարապես 70 միլիոն դոլարի մսխման գործ էր եւ այդ շրջանակներում ուրիշ ինչ նոր զարգացում ունենք։ Շնորհակալություն։